Եթե կարգալույծ է արել, այդ նշանակում է, որ իրեն Հիսուսի հետ համեմատած ինքն իրեն կառավարություն հռչակած մարդը կարգալույծ է անում ամենայն հայոց կաթողիկոսին ու վերահաստատում, պատրաստվում է հաղորդություն ստանալ կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի ձեռքից։ Որպես նորոցված քահանա ես պատրաստ եմ եւ ոչ միայն պատրաստ եմ, այլ կանեմ դա Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ։ Փաշինյանը սպառնում է, որ կարող է եկեղեցիները խլել Մայրաթորից, ասում է Հովհանավանքը եւ այլ եկեղեցիներ կառավարության հաշվեկշռում են, անհատույց օգտագործման են տրված եկեղեցուն։ Որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը եւ Տեր Արամին եւ նրան նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը։ Հայաստանի քաղաքական իշխանությունը հակաթոր կաթողիկոսություն է ուզում հիմնել, տարակուսած են հայառաքելական եկեղեցու հետևորդները, թե կրոնական նոր կազմակերպություն է ցանկանում ստեղծել Փաշինյանը։ Վեհարանը գրոհելու իր նախաձեռնությունը աջակցություն չի գտնում, Փաշինյանին զայրացնում է այդ փաստը։ Լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է, այլասերվածության։ Ու սրա մասին մենք պետք է լռենք։ Մայրաթորի վրա սկսում է լուտանք թափել սահմանադրության փոփոխության մասին մի հարցի պատասխանելու ընթացքում, մոռանում է բուն հարցը, սևեռվում հոգևորականության վրա։ Որտե ինչ է նշանակում եպիսկոպոսը սեռական կյանք չպետք է ունենա։ Մի պահ խոր շունչ է քաշում ու նորից։ Ու ոնց Հայաստանում մարդ կա, որ մտածում է կարա ուրիշ բան տեղի ունենա։ Հայաստանում մարդ կա, որ պաշտպանում է այս դիրքորոշումը, բացառված է, որ այդ մարդը Հայաստանի հետ կապ ունենա։ Երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնից նա գրեհկախոսությունը ավելի բարձր նշաձողի է հասցնում, անարգելով հոգևորականներին։ Հիմա մեկը KGB գործակալ է, մեկը բան է, քահանաների հետևից հանգնում ձեռներակցում, լռություն կատարյալ։ Կաթողիկոս կոչվածը Գարեգինը աղջիկ ունի, թե չունի։ Ունի, թե չունի, այս հարցին պատասխանել է այդ մարդը։ Աղբերը, որ KGB-ի գործակալ է, որևէ բացատրություն տվել է, ու մարդիկ սենց սովորական բան են անում, հա, տենց ապրում են իրանց համար, հա։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկը բոսյակա, մեկը բան, մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ինչ է եղել, իրանց անձնական կյանքն է։ Հայաստանում հակաեկեղեցական արշավը սովորաբար թափ է հավաքում։ Եկեղեցու դեմ պայքար ենք տանում։ Երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեր հոգևորականությանը մեղադրում է խաղաղության գործընթացը խոչընդոտելու ու ռևանշիզմի համար։ Ունի, թե չունի։ Փաշինյանի այսօրվա ելույթից առաջ արդյոք խոսել է Փաշազադեն, հայտնի չէ։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։